Միկրոպլաստիկով աղտոտվածության պատճառով աշխարհի 3 հիմնական սննդամթերքի՝ բրնձի, ցորենի և եգիպտացորենի յուրաքանչյուր 10 հատիկից մեկը կարող է մահանալ բերքահավաքից առաջ։ Բացի այդ, Կատանիայի համալսարանի հետազոտողները միկրոպլաստիկի մասնիկների բարձր կոնցենտրացիաներ են հայտնաբերել խնձորի, տանձի, գազարի, կարտոֆիլի, հազարի և բրոկկոլիի մեջ։ Ընդհանուր առմամբ, խնձորն ու գազարը պարունակում էին աղտոտվածության ամենաբարձր մակարդակը, և մրգի մեջ ավելի շատ պլաստիկ մասնիկներ են հայտնաբերվել, քան բանջարեղենում։ Մի քանի երկրների կաթնամթերքի ֆերմաներում միկրոպլաստիկի մասնիկներ են հայտնաբերվել խոտի և այլ տեսակի անասնապահական կերերի նմուշներում։ Միկրոպլաստիկի առկայությունը հաստատվել է նաև կովերի և ոչխարների կաթի և մսի, ինչպես նաև խոզերի թոքային հյուսվածքի և ընտանի բադերի ստամոքսի և աղիների մեջ։ Սա նշանակում է, որ պլաստիկն այժմ անբաժանելի է դարձել անասնապահությունից։ Ավստրալիայի Նյուքասլի համալսարանի գիտնականները գնահատում են, որ այսօր ժամանակակից մարդը տարեկան սպառում է մոտ 250 գրամ պլաստիկ սննդի միջոցով, ինչը համարժեք է 50 պլաստիկե տոպրակի։ Ավելին, մարդիկ շնչում են միկրո և նանոպլաստիկ։ Ուսումնասիրությունների համաձայն, մեծահասակը կարող է ներշնչել մինչև 106,000 միկրոպլաստիկի մասնիկներ մեծ քաղաքում 2 ժամ զբոսանքի ընթացքում։ Իսկ ջրավազաններին մոտ գտնվող տարածքներում այդ թիվը զգալիորեն աճում է։ Մենք ամեն օր հանդիպում ենք միկրո և նանոպլաստիկի։ Երբ լվանում ենք ատամները, ցնցող ենք ընդունում, ուտում ենք, գործ ենք անում, զբոսնում ենք, հագնում ենք հագուստ, օգտագործում ենք կենցաղային տեխնիկա կամ դեղորայք ենք ընդունում, ինչպես նաև երբ աշխատում ենք համակարգչով, երթևեկում ենք հասարակական տրանսպորտով, ճանապարհին սուրճ ենք խմում, գնումներ ենք կատարում սուպերմարկետում կամ հանգստանում ենք բնության գրկում։ Միկրո և նանոպլաստիկը ամենուր է, և մենք գրեթե չենք նկատում, թե որքան խորն են այս մասնիկները արմատավորվել մեր առօրյա կյանքում։